Բարի օր, ձեզ հետ Կարինեն է։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել մեր սոտնընկերության առևտրի եւ պայուսների կառավարման ծրագրի գործառույթները։ Այսօր խոսելու ենք աշխատակիցների տոկոսաչափերի մասին։ Աշխատակիցների տոկոսաչափեր գաղափարը կիրառելի է բոլոր այն աշխատակիցների համար, որոնց աշխատավարձը ձևավորվում է իրականացված վաճառքներից։ Օրինակ, վաճառքի գործակալների, վաճառասահի խորհրդատուների համար։ Աշխատակցի տոկոսաչափը սահմանելու համար պետք է մուտք գործել ծրագրի համապատասխան բաժինը։ Սկիզբ, տեղեկատուներ, աշխատակից, աշխատակցի տոկոսաչափեր։ Բացված պատուհանում հասանելի է տոկոսաչափեր ունեցող աշխատակիցների ցանկը։ Աշխատակիցների համար տոկոսաչափեր սահմանելու գործընթացին ծանոթանալու համար եկեք որևէ աշխատակցի համար տոկոսաչափ սահմանենք։ Դա անելու համար պետք է սեղմել նոր կոճակը։ Բացված պատուհանի վերևի հատվածում մենք կտեսնենք 3 ներդիր՝ հիմնական, ապրանքների ցանկ, ծառայությունների ցանկ։ Հիմնական ներդիրը կիրառվում է, եթե սահմանված տոկոսաչափը նույնն է բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար։ Եթե ամեն ապրանքի և ծառայության վրա տարբեր տոկոսաչափեր ենք սահմանում, ապա պետք է օգտագործենք երկրորդ և երրորդ ներդիրները։ Եկեք սկսենք մեր ուսումնասիրությունը հիմնական ներդիրից։ Առաջինն ինչ պետք է անենք, դա աշխատակից որոնման դաշտում ընտրենք այն աշխատակցին, ում համար ցանկանում ենք տոկոսաչափ սահմանել։ Աշխատակցի որոնման դաշտից ներքև մենք տեսնում ենք երկու առանձնացված հատված։ Աշխատակցի վարձատրությունը ապրանքի վաճառքի դիմաց և աշխատակցի վարձատրությունը ծառայության վաճառքի դիմաց։ Ինչպես պարզ է դառնում անունից, առաջին հատվածում մենք կարող ենք կարգավորել աշխատակցի տոկոսաչափը ապրանքների վաճառքի դեպքում։ Նույն կերպ աշխատակցի տոկոսաչափը կարող ենք սահմանել ծառայություններից։ Եթե աշխատակիցը կարող է տոկոսաչափ ունենալ ծառայություններից և ապրանքների վաճառքներից, ապա պետք է կարգավորենք երկու բաժիններ նույն աշխատակցի համար։ Այժմ ուսումնասիրենք կարգավորումները միայն ապրանքների օրինակով, քանի որ տրամաբանությունը ամբողջությամբ նույնն է ծառայությունների համար։ Ամեն գործարքից աշխատակցին հասանելի վարձատրության չափը մուտքին կանոն վարձատրության չափ հատվածում, օրինակ 10։ Հաջորդ քայլով ընտրում ենք վարձատրման մոտեցումը։ Եթե ընտրում ենք տոկոսաչափ վաճառքի գումարից, ապա ծրագիրը մեր մուտքագրված 10-ը կհասկանա որպես 10%։ Իսկ եթե ընտրում ենք ֆիքսված գումար տարբերակը, ապա յուրաքանչյուր գործարքից մեր աշխատակիցը կվարձատրվի 10 միավորի, այսինքն դրամի չափով։ Հիմա եկեք անդրադառնանք այն դեպքին, երբ ապրանքի վրա զեղչ է կիրառված, եւ ինչպես է այդ փաստը անդրադառնում աշխատակցի վարձատրության վրա։ Հենց այս նպատակի համար է նախատեսված ապրանքի գնի զեղչման մոտեցում հատվածը։ Այս հատվածում մենք կտեսնենք զեղչման 3 մոտեցում։ Եթե ընտրում ենք զեղչվում է համամասնորեն տարբերակը, ապա աշխատակցի վարձատրությունը ևս կնվազի ապրանքի վրա արված զեղչի չափով։ Այն է, աշխատողի տոկոսաչափը հաշվարկվում է զեղչված գնից։ Հաստատուն վարձատրություն տարբերակի դեպքում արված զեղչը ոչ մի կերպ չի անդրադառնում աշխատակցի վարձատրության վրա։ Այլ կերպ ասած, աշխատողին հասանելի վարձատրությունը հաշվարկվում է չզեղչված գնից։ Վերջին պահվում է աշխատողից տարբերակի դեպքում արված զեղչը ամբողջապես պահվում է աշխատողի վարձատրությունից։ Երբ աշխատակցի վարձատրությանը վերաբերող բոլոր կարգավորումները արված են, դրանք պահպանելու համար պետք է սեղմել գրանցել կոճակը, որից հետո աշխատակցի անունը կհայտնվի աշխատակիցների գործարքային վարձատրության ցանկում։ Այժմ ուսումնասիրենք, թե ինչպես կարելի է տարբեր գործարքային վարձատրության տոկոսաչափեր սահմանել յուրաքանչյուր ապրանքի համար։ Դրա համար նշում ենք տողը և սեղմում ենք խմբագրել կոճակը։ Եթե մեզ պետք է սահմանել տոկոսաչափեր ապրանքների համար, պետք է կիրառել ապրանքների ցանկ ներդիրը։ Իսկ եթե ուզում ենք տոկոսաչափեր սահմանել ծառայություններից ամեն մեկի համար, հատ պետք է կիրառել ծառայություններ ներդիրը։ Անկախ նրանից, թե որ ապրանքների կամ ծառայությունների համար ենք ուզում հիմնական ներդիրում սահմանված տոկոսաչափերից տարբեր տոկոսաչափ սահմանել, գործողությունների իրականացման ձևը նույնն է ու շատ հեշտ է։ Առաջին ինչ պետք է անենք, դա բացենք համապատասխան ներդիրը, ապա ընտրենք մեզ հետաքրքրող ապրանքի ծառայության տողը։ Սեղմենք խմբագրել կոճակը, որից հետո կհայտնվի մեզ հայտնի կարգավորումների պատուհանը։ Պատուհանում իրականացնենք կարգավորումները նույն տրամաբանությամբ միջարել ենք հիմնական ներդիրում և սեղմենք գրանցել կոճակը։ Երբ բոլոր կարգավորումները ավարտենք, բոլոր փոփոխությունները պահպանելու համար պետք է սեղմել խմբագրել կոճակը։ Այսօր այսքանը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք, իսկ հարցերն ու առաջարկներն ուղղեք մեր էլեկտրոնային հասցեին։ Մաղթում եմ ձեզ հաջողակ օր։